ինքնության առանցքն է Արցախը եղել։ Իմ ինքնության առանցքն է Արցախը եղել։ Ինձ համար շատ կարևոր է, որ հույսը վար մնա, վստահ լինենք, որ այնինչ մեզնից անարդարացիորեն խլվել է, անպայման ետ ենք վերադարձնելու։ Մենք մեկ ենք, մեկ ազգ, մեկ պայքար, մեկ առաքելություն, մեր ձախողումների հիմքում հենց այդ ազգային արժեքների վրա խարսված կրթության բացակայությունն է եղել։ Ասպրամ ջան, սովորաբար մեր հյուրերն են ընտրում վայրը, որտեղ կազմակերպում ենք մեր նկարահանումը։ Այս անգամ որոշեցի ինքս ընտրել, մտածելով, որ ձեր հայրիկի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգին ձեզ համար շատ հոգեարազատ է։ Շատ ճիշտ ընտրություն եք կատարել, որովհետև այս զբոսայգին մեր ընտանիքի համար շատ կարևոր վայր է։ Ես նաև գիտեմ, որ իմ լավ ընկեր Միքայել Ոսկանյանի հետ եք այստեղ նաև հարցազրույց ձայնագրել։ Ես շատ ուրախանում եմ, երբ տեսնում եմ զբոսայգին լի մանուկներով, տարեցներով, երիտասարդներով։ Մենք հենց այդ միտքն ենք ունեցել, գաղափարն ենք ունեցել հայրիկի 50-ամյակին ընդառաջ, երբ որոշեցինք, որ անպայման պիտի հայրիկի անվամբ մի գեղեցիկ հարթակ լինի Երևանում, քաղաքամայր Երևանում, ու հենց այդպես էլ ընտրվեց եւ շատ ուրախ եմ, որ ժամանակի թե քաղաքային իշխանությունները, թե առհասարակ իշխանությունները արժանապատվորեն 50-ամյակի միջոցառումների այդ մեծ ծրագիրը փաթեթը հաջողությամբ իրականացրին։ Սա այդ աշխատանքի արգասիքն է։ Եվ ուրախ եմ, որ այսօր այստեղ ենք։ Այս տարի իդեպ հայրիկի 60-ամյակն է, հոբելյանական տարի, եւ կարծում եմ, որ սա մի վայր է, որը արդեն տեսակ միավորում է մեր պատմության կարևոր ժամանակաշրջանների, հաղթական շրջանների ընթացքը։ Ինքը իր կերպարը առհասարակ միշտ միավորող է եղել, համախմբող է եղել, եւ երբ բացահայտեցինք, որ այս տարածքը պիտի լինի եւ սա պիտի անվանակոչվի, ու բացահայտեցինք, որ այստեղ կան շիրմաքարեր Արցախյան առաջին պատերազմի զոհերի, շատ խորհրդանշական բացահայտում էր մեզ համար։ Մենք այս ամենի մասին կխոսենք եւ ուզում եմ իմանալ, Ասպրան ջան, հետևում եք Արցախ TV-ին։ Անպայման։ Ես հիշում եմ, գիտեք, 20 թվականից հետո, պատերազմից հետո, ամբողջ շրջանը պատերազմի եւ հատկապես պատերազմից հետո, մեր բոլորի կյանքը տաքուկ ու միևնույն ժամանակ չափազանց դառը հիշողություններով են լցված եղել, ու ես հիշում եմ այդ ցեղասպանական գործողությունից հետո իմ բոլոր ընկերների, ծանոթների, բոլորի, ում անգամ չէի էլ անձամբ ճանաչում, բայց իրենք ինձ համար իմն էին, իրենց Արցախից դուրս գալը, դրա հետ մեկտեղ հիշում եմ իմ ընկերների ու իմ զրույցները, որ միտված էին որևէ կերպ փորձելու, հասկանալու, թե մենք ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք փոքրինչ հեշտացնել մեր քույրերի, եղբայրների կյանքը, ու հիշում եմ TV-ի եւ ռադիոյի հետ կապված զրույցները, որ անպայման պիտի ամեն բան անենք, որ Արցախի ձայնը լսելի լինի։ Անկամ եթե մենք այս պահին պատիվը երջանկությունը չունենք մեր Արցախում լինելու եւ այդ ձայնը Արցախից լսելու,
Արցախի ձայնը պիտի լսելի լինի, որովհետև այդ ձայնը մեր արժանապատվության ձայնն է։ Եվ այդ ձայնն է, որ պիտի ճանապարհ հարթի մեր վերադարձի դեպի Արցախ։ Իսկ ես դրան հավատում եմ, այնպես որ միանշանակ հետևում եմ, ինձ համար շատ սպասելի են թե ձեր հաղորդումները, թե առհասարակ։ Իսկ մեր հրավերին սպասում եք։ Ճիշտն ասած Միքայելի հաղորդաշարը Միքայելի հետ հաղորդումը հարցազրույցը տեսնելուց հետո այսպես հատկապես որ հայրիկի զբոսայգիներ ընտրել ու ինձ հետո տեղեկացրին սպասում էի որովհետև ինձ համար շատ կարևոր է որ Արցախի իմ սիրելի հայ մարդիկ իմանան որ իրենք իրենց տանն են այստեղ Հայաստանում եւ իմանան որ այստեղ կան մարդիկ ովքեր այդ նույն դժվարությունների միջով չեն անցել իրենց կողքին կլինի շրջափակումը կլինի ցեղասպանությունը բայց վստահ լինեն որ վերապրել են իրենց հետ միասին ես ուզում եմ որ իրենք իմանան որ այստեղ ամուր թիկունք ունեն այդ թիկունքը թեև այս պահին շատ բան անել չի կարող մի փոքր տկար է մի փոքր անհամարձակ է մի փոքր գուցե անվճռական է բայց այդ թիկունքը վստահաբար ոտքի կանգնելու է կոտրված է որովհետև մենք բոլորս ենք կոտրված մենք ես ուզում եմ որ իրենք իմանան որ իրենց կորուստը միայն իրենցը չէ այդ կորուստը իմն է ինձպես շատ հայ մարդկանց կորուստն է ու մենք իրապես համարում ենք մեր արժանապատվության խնդիրը, որովհետև մեր ինքնության առանցքն է Արցախը եղել։ Իմ ինքնության առանցքն է Արցախը եղել, անկախության սերնդի ինքնության առանցքն է Արցախը եղել։ Իմ մանկությունը Արցախում է Իմ մանկությունը Արցախում, Շուշիում։ Ինչ եք հիշում Արցախից, արցախյան ավանդույթներից։ Իմ փափուկ, տաքուկ բաբոներին եմ հիշում, ձեդոներին եմ հիշում, որ այսպես այդ շատ վատ ու ծանր տարիներին, որովհետև անմիջապես պատերազմին հաջորդած տարիներն էին, ես 4-5 տարեկան էի, ես հիշում եմ, թե ինչպես էին իրենք այսպես Շուշիի փողոցներով, որովհետև բոլորը բոլորին ճանաչում էին, գիտեք, այսպես փոքրիկ, չգիտեմ, մի խնձոր, մի չիր, մի կոնֆետ, շատ դժվար էր այդ տեսակ որևէ բան գտնելը, իրենք այսպես գրպանները լցրած սպասում էին, որ մենք երեխաներս անցնեինք ու կանչում էին, որպեսզի մեզ ինչ-որ մի բան հյուրասիրեին։ Ես հիշում եմ մեր բակում ժնգյալով հացի պատրաստման արարողությունները, որ ամբողջ բակը թաղը հավաքվում էր ու մենք բոլորով, ամեն մեկը մի բան էր բերում, ամեն մեկը ալյուրներ բերում, մեկը չգիտեմ, ջուրներ բերում, մյուսը կանաչիներն էր բերում, մյուսը մի խոսքով ամեն մեկը մի բան, փայտներ բերում եւ հիշում եմ թե ինչպես այդ համախմբումն եմ հիշում, այդ ցուրտ, մութ, դժվար, բարիքից զուրկ տարիներին ես հիշում եմ անկոտրում կամքը, համախմբումը, սերը, այդ սերը շատ առատ էր, ես այդ սերն եմ հիշում և շատ կարոտում եմ, որ տեսնում եմ այն ամեն ինչ այսօր մեր շուրջը կատարվում է, հատկապես շատ եմ կարոտում, ինձ համար շատ դժվար է այս իրականության հետ առերեսվելը, ես վստահ եմ, որ մեզ դիտողները շատ լավ հասկանում են ինչի մասին է խոսքը։ Ինձ համար շատ կարևոր է, որ հույսը վառ մնա, հավատը վառ մնա, հավատ առ այն, որ մենք անպայման վերադառնալու ենք մեր Արցախ։ Ու այդ ճանապարհին ինձ ոգևորողը, հուսադրողը հենց այդ ջերմ տաքուկ հիշողություններն են։ Ես հիշում եմ, թե ինչպես էինք միասնաբար փայտի խնդիր լուծում,
ինչպես էինք փորձում, չգիտեմ, մեր եղածով, չգիտեմ, մի չոր հացով, մի գլուխ սոխով ընթրիք պատրաստում ու այդ ընթրիքը ամենահամեղն էր։ Այս դժվար շրջափուլը, այս անարժանապատիվ ընթացքը ավարտվելու է։ Վստահ լինենք, որ այնինչ մեզնից անարդարացիորեն խլվել է, անպայման ետ ենք վերադարձնելու։ Դուք միշտ ասում եք, որ առանց Արցախ Հայաստանն ապագա չունի եւ առանց Հայաստանի Արցախ չի լինի։ Հիմա Հայաստանն առանց Արցախի է։ Դե տեսնում եք։ Մենք ես առհասարակ միշտ դեմ եմ եղել տարատեսակ տարբերակումներին, պառակտումներին, ինձ համար հայը հայ է։ Ինձ համար Հայաստանում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անգամ եթե այլազգի են, անգամ իրենց պարագայում, ես իրենց համարում եմ մեր միասնական պետականության կարևոր բաղադրիչներից մեկը, շատ բարձր գնահատելով իրենց դերակատարումը, ներկայությունը, մասնակցությունը մեր պետականաշինության գործում։ Մեր բարբառային տարբերությունները, տարածքային տարբերությունները, դրանք ընդամենը էլ ավելի են ընդգծում մեր առավելությունները եւ դրանք յուրաքանչյուրիս հարստությունն է, անգամ եթե մենք այդ հարստության անմիջական կրողը չենք։ Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները, նրանք ովքեր հաջորդելու են մեզ այս պայքարում, իրենք հենց այս մոտեցմամբ հայկական աշխարհ ընկալեն։ Իրենք հասկանան, որ ոչ թե տարբերակում են մեր բարբառները, մեր ծննդավայրերը, այլ ընդհակառակը դրանք մեզ միավորում են, որովհետև դրանք մեր ինքնության կարևոր բաղադրիչներն են հարստացնում։ Ես այդպես եմ հայկական աշխարհը միշտ տեսել ու երբ ասում եմ չկա Արցախ առանց Հայաստան ու չկա Հայաստան առանց Արցախ, հենց դա նկատի ունեմ, որ մենք առանց մեկս մյուսի կիսատ ենք, տկար ենք, առանց մեկս մյուսի հաջողել չենք կարող։ Մենք հիմա մեր գոյությունն ենք փորձում քարշ տալ, շատ ամփառունակ մի ընթացք է, որովհետև հրաժարվեցինք, որովհետև հավատացինք կեղծ օրակարգերին, որովհետև թույլ տվեցինք, որ մեզ խաբեն, մեզ մոլորեցնեն, մեզ պառակտեն։ Սա էր այս ամբողջ ողբերգության հիմքում այս պառակտումներ ընկած, որ պահին, որ այդ գաղափարներին տեղ տվեցինք, Ղարաբաղցի, հայաստանցի, որ պահին, որ փորձեցինք տարբերություններ գտնել, մեզ բաժանող գծեր գտնել, այդ պահին մեզ հաղթեցին եւ դա շատ վաղ էր սկսվել ու ես կուզեմ, որ մենք մեր պարտություններից եւ այս իրոք դժբախտ ընթացքից ճիշտ դասեր քաղենք, պառակտողներին պիտի նախ հասցեական վերաբերմունք ցուցաբերենք եւ ինքներս մեզ հետ այդ շատ կարևոր աշխատանքը տանենք։ Մենք մեկ ենք, մեկ ազգ, մեկ պայքար, մեկ առաքելություն, մեկ նպատակ ու չգիտեմ, ես հավատում եմ, որ պիտի նորից վերադառնանք այդ ճշմարտության շրջան։ Իսկ մեր ժողովրդի ինչ եք կարծում, քանի տոկոսն է անհաշտ Արցախի կորստի հետ։ Ես վստահ եմ, որ մեծամասնությունը, անգամ եթե բառեր չեն գտնում կամ ձևակերպումներ, ճիշտ ձևակերպումները չգիտեն իրենց բողոքը հայտնելու, ես համոզմունք ունեմ, որ չի կարող մարդը պարտության հետ հաշտ լինել կամ պարտությամբ հպարտանալ։ Դա
անընկալելի մի բան է։ Պարտությամբ պարտանում են միայն, չգիտեմ, հարատև պարտվողները, որոնք այլ որևէ հաղթանակի համ չեն տեսել։ Պետական, ահաբեկչական քարոզչությամբ պարտադրված նաև պարտության հետևանքով հուսալքված նիրհից արթնանալու ենք։ Հաշտ չի կարող, անարժանապատիվ կյանքի հետ հաշտ արժանապատիվ մարդը չի կարող ապրել։ Իսկ ես հավատում եմ, որ հայ մարդիկ արժանապատվություն ունեն, եւ ես գիտեմ, որ այդ արժանապատվության տերը վաղ թե ուշ լինելու են, իրենց արժանապատվությանն են տեր կանգնելու։ Պետական քաղաքականությունը, պարտությունը շատ դժվար է ակնկալել, որ շարքային քաղաքացին իսկ մենք գիտենք մեր երկրում մարդիկ ինչ դժվարությունների միջով են անցնում կենցաղային, սոցիալական, անվտանգային, շատ դժվար է ակնկալել, որ շարքային քաղաքացին կարող է ինքնուրույն մենակ այդ պետական քաղաքականության դեմ պայքարել։ Բայց այդ բողոքը կա, այդ դժգոհությունը կա, այդ անհամաձայնությունը կա։ Ես դա ամեն օր եմ տեսնում, մարդկանց աչքերում եմ տեսնում, ես դա ամեն օր եմ լսում, իրենց բողոքներում եմ լսում։ Ես օդում եմ զգում այդ անհամաձայնությունը։ Ես շատ ուզում եմ, որ մենք օր առաջ այդ արժանապատվության վերականգնման ճանապարհին միավորվենք։ Երևի թե ամենամեծ երազանքն է։ Մինչև մեր այս հանդիպումը ես ձեր Facebook-յան էջն էի թերթում եւ բոլոր գրառումներում ազգային արժեքներից եք խոսում։ Կորցրել ենք դրա համար, թե միշտ պիտի խոսվի։ Նախ միշտ պիտի խոսվի։ Ես կարծում եմ, որ մեր այս օրվա իրողությունը պատճառն է նրա, որ քիչ ենք խոսել եւ ճիշտ չենք խոսել այդ արժեքներից։ Գիտեք, նաև մենք մեզնից շատերը անընդհատ կրկնում էին, այդ թվում նաև ես, որ մենք մեր վատագույն մղձավանջում անգամ չէինք կարող պատկերացնել այս տեսակ ընթացք։ Ու հենց այդպես էլ կա։ Մենք մեր փոքրիկ իրականության մեջ էինք պարփակվել, մեր շուրջը կատարվողը գուցե չէինք տեսնում, կամ եթե տեսնում էինք, դրան շատ քիչ ուշադրություն էինք դարձնում, ոչ արժանի ուշադրություն էինք դարձնում այդ վտանգներին։ Ու ես համարում եմ, որ մեր ձախողումների հիմքում հենց այդ ազգային արժեքների վրա խարսխված կրթության բացակայությունն է եղել։ Ես շատ լավ հասկանում եմ, որ գուցե դրա համար շատ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ են եղել, որովհետեւ հետպատերազմյան երկրում կենտրոնացումը անվտանգային հարցերին է ուղղված, կենտրոնացումը սոցիալական հարցերի լուծմանն է ուղղված, բայց երբ դու բաց ես թողնում ամենակարևորը քո սերունդներին կրթելու, պատրաստելու գործընթացը, դու ունենում ես այս իրականությունը։ Դու բաց պատուհան եւ դուռ, դարպաս ես թողնում արատավոր քարոզիչների համար, դու հնարավորություն ես տալիս արատավոր ապազգային հակահայկական թեզերի արմատավորման համար։ Իմ անձնապես իմ առաքելությունը մի փոքր այլ է ու տարբերվում է իմ գործընկերների առաքելությունից։ Ինձ համար այս պայքարը երբեք բացառապես քաղաքական չի եղել։ Ես միշտ ասում եմ, երբ ես համաձայնեցի քաղաքական դաշտում ակտիվություն դրսևորելու եւ քաղաքականությամբ զբաղվելու ավելի ակտիվ, ես սկզբում դա անում էի ինձ համար, որովհետև ինձ համար շատ կարևոր էր այն արժեքների պաշտպանությունը, որով ինձ դաստիարակել են իմ ընտանիքում։ Հնդածս արդեն պայքարի ընթացքում, փողոցային պայքարը կլիներ տարբեր շրջափուլեր, ես հասկացա, որ աստիճանաբար վերափոխվում է այդ պայքարը։ Մի բան, որ քո արժանապատվության, քո ինքնության պայքարով էր սկսվել, դառնում է
քեզպես հայ մարդկանց արժանապատվության եւ ինքնության համար մղվող պայքար։ Շատ ավելի մեծ պատասխանատվություն է քո ուսերին արդեն դրվում, որովհետեւ դու արդեն միայն ինքդ քո պայքարի տերը չես։ Այդ պայքարը այն մարդկանց պայքարն է, ովքեր մեկ վայրկյան անգամ չվարանեցին փողոց դուրս գալու, իրենց դժգոհությունը արտահայտելու կամ այլ դժգոհության եւ բողոքի դրսևորումներ։ Բայց ասում են Ասպրամ ջան, երիտասարդ տարիքում սխալվելու ռիսկերը մեծ են, որովհետեւ անփորձ են։ Ու շատ բարդ ժամանակահատվածում դուք որոշեցիք օրենսդիրում աշխատել, կարևոր գործ անել։ Այս հարցը հավանաբար ձեզ շատ են տվել։ Սխալվելու վախ չունեք։ Չունեմ, որովհետև այն ինչի համար պայքարում եմ, դա իմ ինքնությունն է։ Եթե չպայքարեմ, կնշանակի, որ հրաժարվում եմ իմ ինքնությունից, իմ սկզբունքներից, իմ դավանած արժեհամակարգից։ Ես համաձայն չեմ այդ հրաժարման հետ։ Որևէ մեկը մեր փոխարեն դա չի անելու, հետևաբար մենք յուրաքանչյուրս մեր տեղում պիտի այդ անձնական պայքարը մղենք ու դա վերջում պիտի վերածվի այդ հավաքական ընդհանուր պայքարի։ Շատ փոքր էիք, երբ զոհվեց ձեր հայրը։ Ումից եք լսել նրա սխրանքների մասին, ով է ձեզ փոխանցել այն գաղափարները, որոնցով հիմա առաջնորդվում եք։ Մայրիկս է եղել, կա ու միշտ կլինի։ Ինքը այն բացառիկ կինն է, ով կարողացել է հայրիկի եւ իր պատկերացումները իմ դաստիարակության հարցում իրականություն դարձնել եւ փոխանցել արժեքները։ Ես շատ հուսով եմ, որ կկարողանամ իմ կյանքը ապրել այնպես, ինչպես իրենք ուզել են, որ ապրեմ։ Ես արժեքները նկատի ունեմ, արժեքները, սկզբունքները, դրանց հավատարիմ մնալով։ Մեր օրերում դժվար է հավատարիմ մնալ ինքդ քեզ, գայթակղությունը միշտ ավելի շատ է։ Շատ հուսով եմ, շատ հուսով եմ, բայց իրենից արդեն պիտի հարցնեք, արդյոք բավարարված է։ Իսկ երբ կարևոր որոշում եք կայացնում, մտածում եք ինչպես կարձագանքեր ձեր։ Միանշանակ։ Նախ բնականաբար մայրիկի հետ բոլոր որոշումները քննարկվում են։ Իր կարծիքը եւ իր դիրքորոշումը ինձ համար չափազանց կարևոր է, որովհետեւ ինքը նաեւ արտահայտում է հայրիկի եւ իր միասնական դիրքորոշումը նաեւ այդ խողովակով է անցկացնում, բայց ես նաև շատ շնորհակալ եմ իրեն, որ ինձ դեռ շատ փոքր տարիքից սովորեցրել է նկատել ու զգալ ինձ ու հայրիկին կապող շատ բացառիկ կամուրջները, զգացական կամուրջները ու այդ երկխոսությունը, կենթանի երկխոսությունը միշտ կա։ Ես անընդհատ իմ յուրաքանչյուր քայլ այդ երկխոսության արդյունք է, հետևանք է, գուցե անհավատալի թվա մեր հեռուստադիտողներին, բայց դա այն իրականությունն է, որում ես ապրում եմ։ Բայց այդ կապը կա ու այդ շատ կենթանի կապ է եւ ես շատ ուրախ եմ, որ այդ բացառիկ հարստությունը ունեմ իմ կյանքում։ Այո, Թաթուլ Կրպեյանը բացառիկ է իր կերպարով եւ պահի վճռականությունը լավ էր գիտակցում, դրա համար էլ 90-ականներին թողեց բոլոր հանրահավաքները եւ մեկնեց Արցախ։ Հիմա երբ հայրենիքի համար օրհասական պահերին վճռական որոշումներ չեն կայացվում, ինչ եք մտածում։ Գիտեք, երբ այս ամենը սկսվեց ու երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ինձ համար կարծես պատմության կրկնություն լիներ,
մեր ընտանիքի համար եւ ես վստահ եմ շատ նմանատիպ ընտանիքների, նման ճակատագիր ունեցող ընտանիքների համար այդպես է եղել։ Ու քանի որ եւ հայրս եւ մայրս պատմաբաններ են, ինձ միշտ սովորեցրել են պատմությունը իր ժամանակահատվածում, իր իրականության մեջ, եղած իրականության մեջ քննելուն ու մեկնելուն։ Այնպես որ ես թեև գայթակղությունը շատ մեծ է համեմատականներ տանելու, համեմատելու ու այդ համեմատության մեջ միշտ պարտվելու է ներկան, որովհետև այն ինչ 90-ականներին տեղի ունեցավ, դա բացառիկ էր, դա աննախադեպ էր, դա միայն Արցախի ազատագրումը չէր, դա մեր ցեղասպանված հայ ժողովրդի, ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի դարերի ցեղասպանի, այդ ցեղասպանվածի այդ դրոշմը ճակատից մաքրելու հաղթանակ էր, մաքրագործելու հաղթանակ էր։ Դա մեզ հնարավորություն տվեց մեր հավաքական վիշտը, տրավման վերապրելու, որովհետև մենք հասկացանք, որ մենք ունակ ենք սեփական տեսակը պաշտպանելու։ Արցախն ազատագրած սերունդը դժգոհում է, որ կյանքի գնով ձեռք բերածը չկարողացանք պահել։ Նոր սերունդն էլ դժգոհ է, որ հարցը վերջնականապես չի լուծվել, իր ուսերին է դրվել, դժգոհում է, թե ինչու ավակները չկարողացան նորից պայքարել եւ փրկել հայրենիքը։ Ես չեմ դժգոհում, ես կարծում եմ, որ մենք ընդհանրապես դժգոհելու առիթ չունենք։ Մեր եւ այդ շռայլությունը մեզ թույլ տալու իրավունքը չունենք դժգոհելու։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր սերունդ, յուրաքանչյուր շրջափուլի պատասխանատվություն կրում է հենց այդ շրջափուլի սերունդը եւ ինձ համար շատ բնական է եղել, որ պայքարի այդ ջահը պիտի փոխանցվի մեզ եւ ես դա համարել եմ 90-ականների հաղթանակը մեր ծնողների հաղթանակն էր։ Իրենք այդ հաղթական ջահը մեզ փոխանցեցին, մեր պարտասխանատվությունն ու պարտականություններ այդ ջահը պահել, պահպանել, այդ հաղթանակին մի հավելյալ մի բան թեկուզ փոքր ավելացնել եւ փոխանցել հաջորդ սերնդին։ Հիմա մի փոքր հետ ընկանք այս հաշվարկում, իմ պատկերացրած հաշվարկում, բայց ես կարծում եմ, որ մենք չպիտի ժամանակ վատնենք դժգոհելու կամ բողոքելու վրա։ Դա իրոք շռայլություն է, որ մենք մեզ թույլ տալու իրավունքը չունենք։ Մեր գերխնդիրը պիտի լինի մեր ծնողների ժառանգության վերականգնումը եւ այդ ժառանգությունը արժանապատվորեն մեր սերունդներին փոխանցելը։ Քանի դեռ այդ առաքելության ճանապարհին հաղթանակներ չենք գրանցել, պայքարը հավերժական է։ Սա չի դադարելու, սա մեզ հաջորդող սերունդներով էլ չի դադարելու։ Երբեք հաղթանակների հավերժության ձգտող ժողովուրդները երբեք չեն դադարում պայքարելուց։ Այդ պայքարը իրոք հավերժական է։ Ես դրա համար եմ անընդհատ խոսում հավերժական Հայաստանի երազի մասին, որովհետև շատ կարևոր է, որ մենք բոլորս հասկանանք, որ մեր պայքարը այս օրվա համար չէ, կամ անգամ վաղվա, կամ մեր կարճ կյանքի համար չէ միայն։ Այս պայքարը հավերժական պայքարի մի փոքրիկ դրվագ է, որը եթե այս պահին արժանապատվորեն չմղեցինք, զրկելու ենք մեր ապագա սերունդներին հայրենիք ունենալու, արժանապատվություն ունենալու, ինքնություն ունենալու իրավունքից։ Արցախի վերածննդի օրն եք ծնվել, փետրվարի 20-ին, ինչի համար վստահ եմ հպարտ եք։ Շատ խորհրդանշական է ինձ համար, ես դրանում եմ խորհուրդ տեսնում։ Եվ մենք ժողովրդական պայքարի բազմաթիվ զրկանքներ կրելով, պատերազմ, ունեցանք ազատ ու անկախ Արցախ։ Հիմա Արցախի կորստից հետո
Սկսում ենք եթեներ փնտրել, եթե մենք միանայինք Արցախը միանար Մայր Հայաստանին, եթե ժամանակին ճանաչեինք միջազգայինորեն, այսպես չի լինի։ Գիտեք, պատմությունը եթեներ չի սիրում։ Սա էլ մյուս դասը պատմաբան ծնողներիցս։ Ես իրոք չեմ ուզում, որ մենք հիմա մեր այսօրվա առաջադրանքը թողնենք եւ իհարկե կարեւոր է պատմությունը լավ իմանալը, պատմությունից դասեր քաղելը, այդ դասերը շտկելը, նույն սխալները անընդհատ չկրկնելը եւ այլ արդյունք չսպասելը։ Ես ուզում եմ, որ մեր զրույցը լինի պայքարի մեթոդների քննարկումը, մեր զրույցը լինի մեր ազգային արժեքների պահպանման քննարկումը, սա պիտի լինի մեր նպատակը, որ ինչ չարեցինք, այլ ինչ պետք է անենք եւ ինչպես պիտի անենք, ինչ պետք է անել, ինչպես պիտի անել, ովքեր պիտի դա անեն, սրա մասին պիտի հիմա զրուցենք, թե ինչ պիտի անեին, մեր ծնողների սերունդը արել է առավելագույնը, ինչ կարող էին իրենց ստացած կրթությամբ, իրենց փորձառությամբ, իրենք արել են առավելագույնը։ Ես պարզապես համարում եմ անշնորհակալ վերաբերմունք մեր կողմից, երբ մենք անընդհատ վերադառնում ենք 90-ականներ ու հաղթանակ կերտած սերնդից նորից ինչ-որ դժգոհություններ եւ հավելյալ, այո, եւ ինչ-որ հավելյալ սպասումներ ստեղծում։ Իսկ ինչ ենք արել մենք։ Ես ուզում եմ մենք մեզ այդ հարցը տանք։ Իսկ ինչ ենք արել մենք եւ ինչ ենք պատրաստվում անել մենք։ Ես հավատամք ունեմ, որ միակ չվերականգնվող կորուստը դա մարդկային կորուստն է։ Մնացյալ ամեն բան ունակ ենք եւ կարող ենք վերականգնել, եթե դրա համար ունենք քաղաքական կամք, վճռականություն եւ միասնականություն։ Եվ հանուն հենց այդ չվերականգնվող մարդկային կյանքի ու զոհողության էլ պիտի վճռականորեն գնանք մնացյալի ետևից, որովհետեւ դա ոչ թե անում ենք ընկածների արժանապատվորեն ընկածների եւ մեզ համար իրենց կյանքը զոհածների համար, դա անում ենք առաջին հերթին մեզ համար, որովհետեւ իրենց սխրանքը արժևորելով, իրենց զոհողությունը արժևորելով, մենք մեր գոյությունն ենք արժևորում, մենք մեր կյանքն ենք արժևորում։ Նոյեմբերի 9-ին ես ինձ օտար զգացի, դուք եք ասել։ Իսկ ինչ զգացիք սեպտեմբերի 25-ին, երբ սկսվեց Արցախի հայաթափումը։ Նոյեմբերի 9-ի գիշերը եւ 10-ի լուսադեմը չափազանց ծանր էր։ Ես շատ աղոտ եմ հիշում, որովհետեւ ինձ համար իրոք դա ողնաշարի, ինքնության ողնաշարի կոտրվելու գիտակցում էր, որ դու ուղղակի չես ուզում դրա հետ հաշտվել, բայց դու այդ իրականությունում ես ապրում։ Այն ինչ տեղի ունեցավ սեպտեմբերին, լրիվ ուրիշ էր, տարբեր էր, որովհետև նոյեմբերի 9-ին ես արդեն գիտեի ինչ է լինելու։ Նոյեմբերի 9-ը ինձ համար ամրագրումն էր, որ Արցախի ապագան այսպիսին է լինելու, այսպիսին են տեսնում այն մարդիկ, ովքեր ջանք ու եռանդ չխնայեցին այս իրականությունը մեզ չակերտավոր պարգևելու համար։ Իհարկե սպասելի էր, ես գիտեի, որ այսպես է լինելու։ Սա կփաստեն բոլոր այն մարդիկ, ովքեր այդ պահին իմ կողքին են եղել, իմ ընկերները, ընտանիքի անդամները, սա կփաստեն իմ գրառումները սոցիալական ցանցերում։ Ես գիտեի ինչ փաստաթուղթ է ստորագրվել նոյեմբերի 9-ին, ինչ զիջման են գնացել, ինչ դավադիր համաձայնության են գնացել։ Պայքարը, որը սկսվեց նոյեմբերի 9-ից հետո, միտված էր կանխելու
այդ չարաբաստիկ ընթացքը։ Ես գետ մեկ ցավալիորեն եմ եւ սա շատ ասում, որովհետեւ ես կուզեի, որ ես սխալված լինեի, ես շատ կուզեի, ես ամեն բան կտայի, որ իրոք իմ կանխատեսումը կամ զգացումը սխալ լիներ։ Ինձ համար պարզ էր դեռ նոյեմբերի 9-ին։ Այնուամենայնիվ հավատում եք, որ արցախցի նորից Արցախում է ապրելու։ Միանշանակ։ Ես գիտեմ, որ ես վերադառնալու եմ Շուշի։ Ես գիտեմ, որ այդ օրը գալու է, ես գիտեմ, որ ես նորից քայլելու եմ այդ փոքրիկ փողոցներով, ես գիտեմ, որ Հադրութ եմ գնալու, ես գիտեմ, որ Գանձասար եմ գնալու, Ամարաս եմ գնալու, ես գիտեմ, որ այն գողտրիկ թաքուն բարձունքներում եմ նորից լինելու, որոնց մասին միայն ես գիտեմ, ես իրոք դրան հավատում եմ, սրանք պարզապես զգացական խոսքեր չեն, ես դրան հավատում եմ, որովհետև ես երբևէ չեմ պատրաստվում հաշտվել այն մտքի հետ, որ մենք կորցրել ենք Արցախը։ Եվ ես ուզում եմ, որ բոլոր արժանապատիվ մարդիկ, ովքեր այս իրականության հետ անհաշտ են, իրենք մի փոքր էլ համբերեն, իրենք չհրաժարվեն, երբեք բաց չթողեն հույսը, հավատը եւ վստահությունը բաց չթողնեն, որ վերադառնալու ենք։